Լեզվի առումով խնդիր ունեմ, որովհետև ես Ռուսաստանից եմ եկել, լավ հայերեն չգիտեմ, բայց արդեն հարմարավորվել եմ, որովհետև այստեղ ընկերներ եմ գտել իմ համար։ Ազգությամբ եզդին ունեն արդեն մոտ 1 տարի Վանաձորի համար 21 դպրոցում է սովորում։ 126 աշակերտ ունեցող կրթօջախում այլազգի աշակերտների ինտեգրման նպատակով հաճախ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում։ Դրանցից մեկը կզնակ հիմնադրամի մշակութային բազմազանություն ծրագրով միջմշակութային երկխոսություն նախագիծն է, որին համատեղ մասնակցում են Վանաձորի և Ֆիոլետովոյի դպրոցների աշակերտները։ Նշում են Մասլենիցա ռուսական ավանդական տոնը համեմված հայկական բարեկենդանի տարրերով։ 6-ից 9-րդ դասարանների աշակերտները ներկայացնում են մոլոկանների մշակույթը, կենցաղն ու ավանդույթները, ինչպես նաև հայկական տոնացույցի խորհուրդը։ Քանի որ 2024-2025 տարին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արդեն հայտարարվել է կրթամշակութային տարի, շատ կարևոր է, որ այս նախաձեռնության շրջանակներում մեր աշակերտները հնարավորություն ունենան ծանոթանալու ոչ միայն մեր ազգի մշակույթին, առնչվելու մեր ազգի մշակույթի հետ, այլ նաև սերտորեն համագործակցեն եւ առնչվեն մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին, շատ լավ հնարավորություն է նաև հետագայում ազգի եւ առհասարակ մեր պետության զարգացման համար, որովհետեւ ազգային փոքրամասնությունները նման ծրագրերի շնորհիվ ել ավելի մեծ հնարավորություն են ունենում ինտեգրվել մեր բնակչությանը։ Երկու դպրոցների միջև գործակցությունն արդեն 1 տարվա պատմություն ունի, իսկ Cool Armenia նախագծով Վանաձորի համար 21 դպրոցը ֆիզիկայի ռուսերեն ուսուցում է իրականացնում հեռավար եղանակով։ Որպես մենթոր դպրոց նույն ձևաչափով մասնագետների պակասը լրացնում են նաև 21 այլ ուսումնական հաստատություններում։ Ազգային ավանդույթներից բխող սահմանափակումներ կան իրականում գյուղում եւ տեխնոլոգիաներից օգտվելու առումով եւ ընդհանրապես ուսումնական process-ին տարբեր գործիքների կիրառման առումով այս առումով շատ կարեւորում ենք, որ մենք մեր գործողություններով ազգային փոքրամասնությունների սովորությունները եւ իրենց համար կարևոր ավանդույթներին չվնասենք եւ ճանաչենք այնպես ինչպես որ կա, որպեսզի երկու ժողովուրդների, երկու ազգությունների մեջ փոխհամագործակցությունը, փոխադարձ ճանաչված լինելը ավելի մեծանա եւ կարողանանք մենք ինտեգրենք նաեւ ազգային փոքրամասնություններին մեր միջավայրում։ Շատ կարևոր է այս մշակութային համագործակցությունը, քանի որ մենք շատ հաճախ ապրելով կողք կողքի իրար մասին բավականին քիչ տեղեկատվություն ունենք եւ շատ կարևոր է, որ հենց աշակերտներն են փոխանցում եւ այդ ինֆորմացիայի կրողները անմիջական շփման միջոցով տեղեկացնում են իրենց ազգային ավանդույթների մասին, իրենց տոների, ծեսերի մասին եւ համագործակցության արդյունքում ծնվում են նոր ընկերություններ եւ փոխադարձ այցեր։ Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցը Լոռու և Տավուշի մարզերի 18 կրթական հաստատությունների հետ է գործակցում։ Դպրոցների տնօրենները փաստում են, այս երկխոսությունը եզակի հնարավորություն է խթանելու մշակութային փոխանակությունը և հաստատելու կայուն հարաբերություններ համայնքների միջև։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։